նստեք խաղաղության մեջ, նստեք Աստծո մեջ, ասա քո անձին, ես այսօր լսելու եմ Տեր այն ինչ որ դու ունես ինձ ասելու եւ անելու եմ այնպես, ինչպես որ կասես։ Ամեն։ Համաձայն ես։ Փառք Աստծուն։ Հալելույա, թանկագիններ, հետաքրքիր մի բանից եմ ուզում խոսեմ։ Մեր քրիստոնեական կյանքի ընթացքից, երբ որ մենք ծնվում ենք, մենք ինչ ենք կոչվում։ Նորածիններ։ Հետո մի քիչ աճում ենք, կոչվում ենք մանուկներ։ Հետո պատանիներ։ Հետո էլի պատանիներ, չէ, իհարկե երիտասարդներ։ Հետո հասուններ։ Նու սենց էլի գնանք, հետո ծերեր։ Լսել եք Աստվածաշնչում կա նորածինների մասին ա գրված, հա, ասում են նորածինների պես փափագեք Աստծո խոսքին, որը որ կաթի պես է, չէ, օգտակար է, հետո մանուկների մասին գրված կա, հետո ասում է երիտասարդներ, ռուսերեն թարգմանության մեջ այնտեղ պատանիներ էլ կա, օտրկներ, մի խոսքով, գիտես ինչ, իհարկե, մենք խոսում ենք, որ ծերերը իրանք իմաստուն են, որովհետև կյանքի փորձառություն ունեն, բայց միայն տարիքով չի իմաստությունը, հասկանում եք, մենակ տարիքով չի կամ սպիտակ մազերով չի։ Իհարկե լավ է, որ մարդը իր կյանքի ընթացքում այդ հասունության տարիների կուտակած փորձի միջոցով ինքը հասուն դառնա, իմաստուն դառնա ու իրականում կարողանա լինի խորհրդատու լավ ծեր, լավ առաջնորդ, լավ ավակ։ Բայց այսօր երկու կարգավիճակի մասին եմ ուզում խոսամ, որը որ պրոցես է, այսինքն մանուկների ու հասունների մասին եմ ուզում խոսամ։ Վերնագրել եմ հետևյալ կերպ՝ մանկություն թե հասունություն։ Ինչու թե, որովհետև ընտրությունը իմն ու քոնն է։ Ամեն։ Մենք ենք ընտրում այսօր հասունանանք, թե մնանք մանուկներ։ Ու այսօր այն օրինակները, որ կբերեմ Աստվածաշնչից, մենք ամեն մեկս մեզ կքննենք։ Եկեք մեզ քննենք, հա։ Ինչ լավ էր ես Հովանես եղբայր ասեց, ուզում եմ սրտիցս ասեմ, ուզում եմ ես էլ այսօր սրտիցս մեր բառերով, շատ հասարակ օրինակներով, որ բոլորիս հասկանալի լինի։ Լավ, գնանք Աստծո խոսքի մեջ, սկզբից ես մի քանի մասի եմ բաժանել օրինակի համար, ընթերցեմ, որ տեսնեք ինչ փուլերով ենք անցել։ Ինչա մանկությունը ու գրել եմ արդեն առաջանցնելով, ինչու ոչ մանկությանը, այսինքն չմնանք մանկության մեջ, մանկությանը բնորոշ դրսևորումներ կամ մանկության կյանքը, հետո ով է կամ ինչպիսին է հասունը, ինչպես հասունանալ, այս բաների մասին եմ խոսալու, արդեն հետաքրքրեց, շատ լավ է, փառք Աստծուն, ահա, ուրեմն, երբ որ առաջի տեղը եկեք կարդանք, երբ որ նայում ես Աստվածաշունչը կարդում ես, երևի թե գնանք, եկեք գնանք Եբրայեցիներից գանք, լավ, վերջից գանք, Եբրայեցիների 5-րդ գլխի 12-րդ խոսքում առաքյալը խոսում է, հեղինակը խոսում է, վերևից մի բաների մասին է խոսում, ասում է ես կուզեի, որ դուք հասկանայիք, խոսքը տվյալ եկեղեցուն է վերաբերվում, ասում է, բայց գիտեք, դուք չեք կարողանում հասկանալ։ Ինչի՞, հիմա 12-ում գրած է, որովհետև ասում է, ժամանակի ընթացքում ժամանակին նայելով պիտի վարդապետներ լինեիք, այսինքն ուսուցիչներ ու դուք սովորացնեիք։ Բայց կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքի առաջին նշանագիրերը եւ կարոտող եղաք կաթի, ոչ թե հաստատ կերակուրի։ Ասում եք, գիտեք, դուք պետքա սովորացնեիք, ժամանակն էր, որ դուք արդեն սովորացնեիք ուրիշների, բայց ասում եմ, ես ուզում եմ ձեր հետ բաներ խոսեմ, լուրջ բաներ, հասուն բաների մասին խոսեմ, բայց դուք հələ կաթ եք ուզում։ Հələ կաթ եք ուզում, այսինքն հələ նոր են հասարակ բաների մեջ եք, դրանից չեք աճել։ Ու ես ստիպված եմ դա ձեզ կերակրելու։ Եթե ինչ-որ խորը բաներ ասեմ, ասում է առաքյալը, դուք չեք հասկանում։ Որովհետև ամեն ով որ կաթնակեր է, կաթնակերով է, մանուկի մասին է խոսքը, չէ՞։
Անհմուտ է արդարության խոսքին կամ անվարժ, անփորձառու, որովհետև տղա է կամ մանուկ է, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը։ Կատարյալները նրանք են, ովքեր որ հասունանում են, աճում են, բայց հասունների համար է ինչը հաստատուն կերակուրը։ Բայց մենք պետք է հետո հասկանանք ինչա տվել մեզ Հիսուսը, ինչ կարող ենք անել մենք Հիսուսի հետ, Հիսուսի միջոցով, չէ՞, այն դիրքի միջոցով, որ մեզ տրված է։ Լավ է, որ երեխան ծնվել է, տանն է, ինքը ապահով է, պաշտպանված է, իրան օրորում են, իրան կերակրում են, իրան ժպտում են, ժամանակին տակը փոխում են, չէ՞, շատ լավ է։ Բայց գիտեք, երբ որ երեխան մեծանում է, նա արդեն ինքնուրույն բաներ պետք է անի, բոլորս ենք հասկանում։ Ես մտածում եմ ավելորդ է մանրակրկիտ սրա վրա կենտրոնանալ, հա? Բայց գիտեք, ստեղ առաքյալը խոսում ասում, լսեք, դուք արդեն պետք է հոգ տանեիք մարդկանց։ Ձեր ժամանակն էր, որ դուք արդեն վերցնեիք պատասխանատվություն։ Բայց դուք ասում եք, չէ, իմ վրա ուշադրություն դարձրա, ինձ կերակրիր, ես սրա կարիքն ունեմ, վայ, չգիտեմ, էս ինչս, վայ, այն ինչս, հիմա կխոսանք դրա մասին։ Հաջորդ տեղը, մանկության մասին։ Ինչու մանկությունը լավ չի։ Եփեսացիների 4-րդ գլխում, երբ որ մենք կարդում ենք, որ եկեղեցուն Հիսուսը պարգևներ տվեց, հետո կարդում ենք, պարգևները ինչի համար են։ Կարդամ 13-ից, 4-րդ գլուխ 13-ից, կամ լավ, 12-ից, պարգևները տրված են, ասում է սուրբերի, 12 ասում է կատարելության համար, սուրբերը, այսինքն մենք ենք, եկեղեցին է, կատարելություն, այսինքն որ աճեն, կատարելություն նշանակում է ձգտել հասունության, այսինքն երբ որ եկեղեցին հասունանա, եկեղեցին աճի, այդ դրա համար են պարգևները։ Բոլորս գանք հավատքի միությանը ու բոլորս իրար հետ նույն հավատքը ունենանք, նույն կերպ հավատանք ու բոլորս Քրիստոսին ճանաչենք, այնպես ինչպես որ պետք է կամ ճիշտ է ճանաչել։ Որ չասենք ես ճանաչում եմ այսպիսի Քրիստոսի, այն մեկ ասի չէ, ես ընդհանրապես ուրիշ Քրիստոսի եմ ճանաչում, դա ասես իմ Քրիստոսը ընդհանրապես ուրիշ է, ոչ քո ասածին աննման, ոչ քո ասածին, բայց բոլորս պետք է ճանաչենք այն Քրիստոսին ու մասին, որ այստեղ է խոսում։ Ամեն։ Իրական Քրիստոսին, որի մասին գրված է, ոչ թե ես տեսել եմ իր մազերը երկար էր, ես տեսել եմ իր աչքերը կապուտ էր, ես տեսել եմ իր քիթը արծվաքիթ էր, հայի նման էր եւ այլն։ Դա չի։ Կամ այսօր ինչքան քրիստոնյաներ կան, որ ասում են, հա, ես այդ կինոն տեսել եմ։ Ու կինոյով են հավատքը կառուցում։ Հա, բա կինոյի մեջ այսպես չեղավ, այս ֆիլմի մեջ այսպես ասեց։ Ոչ։ Բոլորս սովորում ենք, ճանաչում ենք Քրիստոսին, ինչպես նրա մասին գրված է Աստծո խոսքի մեջ։ Ու որ այլևս երեխա չլինենք, նայեք, երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց։ Երեխաներին բնորոշ է տատանվել։ Տեսել եք եղեգը։ Մի փոքր քամի։ Ինքը քամին ջանքել չի անում, որ իրան թեքի, որտեղ ինքը այնքան բարակ է, այնքան նուրբ է։ Երեխեքը նման են երերացողների։ Եթե մի հատ քամի է գալիս, երեխան հեշտ ընկնում է, երեխան հեշտ խափնվում է։ Հիմա վերջում դու ես որոշելու մնաս մանուկ կամ մնաս այն դիրքի մեջ, որի մեջ որ կաս ու դու քեզ այսօր կբռնացնես, ես էլ ինձ, ու հետո շարժվենք առաջ, այսինքն հասունանանք թե չհասունանանք, թե լավ է, ես ինձ այսպես էլ լավ եմ զգում։ Հիմա վարդապետության ամեն քանվոց երերված ու տատանված ռուսերենու մեջ ուրիշ ձև է գրած, ասում է երերված եւ հմայված։ Հեշտ է սատանային մեզ հրապուրել, խաբել, տանել։ Ու վերջը կործանումն է։ Ինչ խաբեության։ Ասում է վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեությունով, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունով։ Ինչքան այսօր մարդկային բաներ կան, որ գործում են եկեղեցիներում, այսօր ինչքան պատկերացումներ կան, սխալ, մարդու հորինվածի մասին է խոսքը, ոչ թե Աստծո, որ մարդիկ են հորինել, որի հեղինակը մարդն է, մարդը ես տեսել եմ, Հիսուսը եկավ սա ասեց, Հիսուսը եկավ ինձ սա ասեց, Հիսուսը եկավ իմ կյանքում սա արեց,
մանուկներին բնորոշ է տեսելու, լսելու, զգայարաններով շարժվելու համար, զգայարաններով, մարմնի զգայարաններով։ Բայց հասունները ասում են, նրանք վարժված են հոգևոր զգայարանները գործի դնելու։ Մենք ունենք հոգու զգայարաններ։ Ու հասկանում եք, միայն փշաքաղվելով դա դեռ ապացույց չի, որ Հիսուսը քեզ կպավ, չնայած նա այստեղ է, համաձայն իր խոսքի։ Եթե դու չես փշաքաղվում, դա չի նշանակում, որ Աստված այստեղ չի ու դու չափում ես դրանով։ Երեխաներին հեշտ է խափնվել, կամ եթե մեկը Աստծո անունից ինչ-որ մի ուղերձ է տալիս, բայց ընդհանրապես Աստծո խոսքի համաձայն չի, 15-ը կարդամ, բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ, աճենք նրանում, նայեք, ամեն բանով, որն է գլուխը Քրիստոսը։ Ոչ թե մարդկանցով, մարդկանց սովորություններով, մարդկանց ավանդություններով, այլ ասում է բռնենք գլուխը, որ Քրիստոսն է, եւ նրա միջոցով աճենք։ Չի ասում կարևորը դու ծնվել ես։ Ու չի ասում, որ երեխան նա ինքը քրիստոնյա չի, չէ, ինքը քրիստոնյա է, բայց երեխա է։ Ուրիշ տեղ։ Այսօր մի քիչ տեղերը շատ են լինելու, որովհետև ոնց ուզեցա մի քիչ պակասացնեմ, բոլորն էլ շատ կարևոր են։ Առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ, հանրաճանաչ քեզ տեղը։ Պողոս առաքյալը գրում է Կորինթոսի եկեղեցուն։ Եվ ես ասում եմ, եղբայրներ, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ։ Իրանք աշխարհիկ չեն, նայեք, ասում է եղբայրներ։ Իհարկե քույրերին էլ հետը։ Այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսում։ Միատել։ Ասում է, ես ձեր հետ եկեղեցի, եղբայրներ, այդ համայնքին գրված նամակ, ասում է, ես չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ։ Բա իրանք ինչ հոգևոր չեն։ Չի ասում դուք փրկված չեք, ասում է դուք եղբայր եք, փրկված եք, բայց հոգևոր չեք։ Որովհետև լինել քրիստոնյա մի բան է, բայց ապրել որպես քրիստոնյա կամ հոգևոր կյանքով դա ուրիշ բան է։ Եվ հիմա բերում է, ասում է, սրանք հերքում չի իրար, նայեք։ Ասում է, ես ձեր հետ չկարողացա խոսել որպես հոգևորների, այլ խոսեցի ձեր հետ ինչպես մարմնավորների, ինչպես մանուկների։ Այսինքն, ովքեր որ մանուկ են, նրանք հոգով չեն առաջնորդվում։ Նրանք հոգևոր արժեքները նրանց մոտ շատ քիչ է, շատ թույլ է։ Նրանք մարմնավոր են։ Պողոս առաքյալը հետո հետագա թղթերի մեջ ասում է, եթե հոգով առաջնորդվես, դատապարտություն չի լինի քո վրա։ Դու կհաղթես, եթե մարմնով առաջնորդես, դու կմնաս սատանայի դատապարտության տակ։ Այսինքն դու խոցելի կլինես։ Ինչու չկարողացավ թանկագիններս, որովհետև մանուկ էին։ Ու հիմա թվարկելու է մանուկներին բնորոշ գործողություններ։ Նայեք ինչ է ասում։ Պատկերացնում եք, եկել է մի հատ լուրջ բանից է ուզում խոսա։ Եկել է ուզում է մի հատ, չգիտեմ, շինություն բերի, մի հատ քարոզի, մի հատ հարց կա, լուծի։ Նայեք, ասում է ձեզ կաթ խմեցրի եւ ոչ թե կերակուր։ Որ ասում է, կերակուրը ինչ է, դու պետք է կծես, ծամես, մանրացնես ու կուլ տաս, բայց կաթը ինքը այնքան հեշտ է։ Այլ կաթ խմեցրի ոչ թե կերակուր, որովհետև տակավին չէիք կարող։ Այլ հիմա էլ դեռ չեք կարող։ Ինքը չի ասում, որ նորմալ է, ձեր այդ տարիքն է, ճիշտ հասկացեք, կա ճիշտ ժամանակ կաթ խմելու։ Բայց ասում եմ, ես չկարողացա, շատ կուզեի, բայց դուք մանուկ էիք մնացել։ Բայց դուք ի վիճակի չեք կերակուր ուտելու, ես բաներ եմ ուզում ձեզ ասեմ, դուք չեք ընդունում, կարծես թե նույն եբրայեցիների իրավիճակն է։ Ինչու՞։ Որովհետև տակավին մարմնավոր եք, ոչ թե մարմնի մեջ եք, ճիշտ հասկացեք, այլ մարմինն է ձեր առաջնորդը, մարմինն է ձեզ թելադրում ինչ անել, ինչպես անել, մարմինն է քո առաջնորդը, գլխավոր ուժը քո մարմինն է, բայց պետք է լիներ ով։ Սուրբ Հոգին, պետք է լիներ մեր հոգու առաջնորդությունը, որ Սուրբ Հոգու հետ է միացած։ Իսկ ինչի հետ է միացած մարմինը։ Աշխարհի։ Մարմինը սնվում է, առաջնորդվում է այս աշխարհային ստանդարտներով, չափանիշներով։ Համաձայն եք։ Գնացինք առաջ։
որովհետև տակավին մարմնավոր եք, որովհետև, հիմա դրսևորումները նայեք թանկագիններս, որովհետև տակավին նախանց, կռիվ, բաժանումներ կա ձեզանում։ Պատկերացնում եք, խոսում ենք մանկության մասին։ Մանուկները ինչ են անում։ Նախանձում են, կռիվներ ունեն, վեճեր ունեն, որի վերջն էլ բաժանությունն է։ Չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Ես մտածում եմ առաքյալը շատ մեծ ցավ էր ապրում։ Ու գիտես Սուրբ Հոգին էլ է ցավ ապրում, երբ որ եկեղեցին, որ պետք է անցնի այդ ժամանակաշրջանը, ինքը մնում է դրա մեջ։ Դրա համար եմ ասում, խնդրում եմ, եկեք մենք մեզ ստուգենք։ Ես հետո սկսելու եմ այսպես մեր տնավարի խոսամ։ Այս կողմին բնորոշ, այն կողմին բնորոշ, շարքերին չէ։ Հասունությանն ու մանկությանը։ Որովհետև երբ որ մեկը ասում է ես Պողոսյան եմ, Պողոսյան մեր Արմենն ու Լիլիթն են։ Մյուսն ասում է ես Ապողոսյան եմ, պատկերացնում եք, չէ որ մարմնավոր եք։ Մի մասը հավանություն է տալիս Պողոսին, մյուս մասը, չեմ ուզում սրա մեջ խորանամ շատ, Ապողոսին։ Այն մեկն ասում է, չէ, բայց այ Իրանա պետք լսել, այն մեկն ասում է, չէ, այ Իրանա պետք լսել։ Ու պատկերացնում եք, ու ստիպված հիմա Պողոսը ինչ է ասում։ Բայց պատկերացնում եք Պողոսը գար ասեր, այ ճիշտ է, ինձ պետք է լսեք։ Ինքն էլ իրան գտներ այս շարքերի մեջ։ Այո, Ապողոսին չլսեք, բա ոնց ես եմ ձեզ ծնել, ես եմ միակ ճշմարիտը։ Բայց ինչ լավ է, որ Պողոսը նման բան չի ասում։ Ով է Պողոսը կամ ով է Ապողոսը։ Միայն պաշտոնաներ, որոնց ձեռքով հավատացիք, եւ ամեն մեկին ինչպես Տերը եւ որոնց ձեռքով հավատացիք եւ ամեն մեկին ինչպես Տերը տվեց, այսինքն ասում է ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ ջուր տվողը, բայց աճեցնողը Աստվածը եւ շարունակություն ուղակի խնայեմ ժամանակը։ Չի ասում մենք ոչինչ ենք, ասում է մենք մեր բաժինը ունենք, գործը ունենք, բայց կարևորը Աստվածը, որ իմ մեջ էլ է ներգործում, նրա մեջ էլ է ներգործում, քո մեջ էլ է ներգործում։ Հիմա բերեմ օրինակը մեր իրականության մեջ։ Ինչ է նշանակում, մեկ ասում է Պողոսյանը, մեկ ասում է Ապողոսյան։ Գիտես ով է ինձ մկրտե ջրով։ Ու մի հանրաճանաչ մեկին, օրինակ, ճանաչված, ու ինչ, հլավ արեմ, մկրտել է, հետո ինչ, բայց գիտեք ես որտեղ եմ մկրտվել, որտեղ, Հորդանանում, դուք բասեինի մեջ, հա, հասկանում ես մանկություն է, ծիծաղելու է, բայց սա մեր կյանքն է, ով է այսօր քարոզելու այս կիրակի, եկեղեցիներ ես գիտեմ, որ նրանք չեն դնում քարոզիչների անունները, գիտեք ինչու, որտեվ եթե իրանց սիրած քարոզիչ չեղավ, իրանք այդ օրը մտածում են չեն գալիս, ես հենց հստակ գիտեմ, այո, եկեղեցիներ, որ հենց դրա պատճառով չեն դնում, ես խոսում եմ հենց դրա պատճառով, որ եթե այդ օրը օրինակի համար հովիվն է, ուրեմն գնում ենք, եթե այդ օրը հովիվը չի, չենք գնում, կամ այսինչ հյուրն է, ուրեմն գնացինք, այսինչ հյուրը չի, ուրեմն չգնացինք, եթե մարգարեացող հյուրը գնացինք, եթե բացի մարգարեացող հյուրը մի հատ է բժշկությունների պարգևն է իր մոտ գործում, ուրեմն վաբշե գնացինք, հարազատներիս էլ հետը տարա, ով գիտի, մեկ է տեսար բժշկվեցինք, միթե մանկություն չի, բայց ստեղ լուրջ վեճեր էր, ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, Պողոսի քարոզով եմ, ես ապաշխար եմ, մեկ ասում է ես Ապողոսի քարոզով, իմ վրա Պողոսը ձեռք դրեց, ես մկրտվեցի Սուրբ Հոգով, են մեկն ասում է լիքը, ու գիտես սրա պատճառով ինչ էր, վեճը, եթե վեճով ավարտվեր, հələ լավ էր, վեճը դառնում էր պատերազմ, իսկ պատերազմը բաժանություն, միթե մարմնավոր չեք, հիմա ուզում եմ ասեմ, ով է հեղինակը իրանց առաջնորդող, Սատանան, ինչի, բայց ունենց հոգևոր բաների մասին են վիճում, բայց ունենց հոգևոր բաների
անուն են տալիս։ Մենք մկրտությունից ենք խոսում։ Մկրտությունից խոսա, որ սա կնիկ է, մկրտությունից խոսա, որ դու որոշում ես կայացրել, բայց ոչ թե ով է ձեռք դրել քո վրա, կամ ով իջացրեց քեզ ջրի մեջ։ Չէ՞, մանկություն չի։ Ուրիշ բաներ էլ կա, ուրիշ, շատ ուրիշ բաներ էլ։ Հիմա ես գրել եմ մանկության դրսևորումներ, հասունության դրսևորումներ։ Պողոս առաքյալը Կորինթացիների նույն Կորինթացիների 13-րդ գլխում, հետո մենք կանրադառնանք այս գլխին, ասում է կար ժամանակ, որ ես երեխա էի, 13-ի 11-ը, ասում է երբ որ ես երեխա էի, երեխայի պես էի խոսում, ով է լսե, երեխա, որ նոր լեզու է դուրս գալի, սկսում է խոսալ, չէ, ինքը ամեն բան հասկանում խոսում է, ասում է դուք էլ բաներ կա ընդունում ենք, բաներ կա ծիծաղում ենք, անցնում է, երեխայի պես էի մտածում, ու զենք էլ չենք կարող մենք հասունի պես մտածել, մենք ինչ որ արտահայտում ենք, ինչ որ դրսևորում ենք, այն ենք ինչ որ կանք, հա, ճիշտ է, մի քիչ փորձում ենք մեզ, ցույց տանք, որպես ուրիշ կա ինչ որ բան կանք, բայց կանք այն ինչ որ կանք, ու դրանից ավել մեզանից չի կարա դուրս գա, ինչքան էլ փորձենք, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, այսինքն երեխային բնորոշ է մանկական մտածելակերպ, մանուկ մտածելակերպ, իսկ ով որ մանկական է մտածում կամ երեխայի պես է մտածում, նրա ընթացքն էլ է երեխայություն, նրա գործերն էլ են երեխայություն, հա? Չի ասում, որ վերջ դուք դժոխք եք գնում, բայց ասում դուք լիքը վնաս կարաք տաք, եթե ժամանակն է, որ դու արդեն երեխայությունից պետք է հասունանաս, աճես, լավ, գոնե պատանի, չէ, հետո երիտասարդ, հետո հասուն այր դառնաս, հետո ծեր դառնաս, հետո արդեն ինչի, որովհետև մենք երբ որ հիշում եք Եփեսացիների 4-ի մեջ, ասում է, որ բոլորս նմանվեն Քրիստոսին։ Հնարավոր է Քրիստոսին նմանվել, թանկագիններ։ Ով է համաձայն, որ հնարավոր է Քրիստոսին նմանվել։ Ահա, իսկ ով համաձայն, իսկ ով է մտածում, որ անհնարին է Քրիստոսին նմանվել։ Բախի ձեռ չեք բարձրացնում, թե ձեռը պայ է ընկեսնել։ Ասում է եթե Աստված ասում է հնարավոր է, ուրեմն հնարավոր է։ Հենց սենց 100%-անոց, ես չգիտեմ քանի տոկոսանոց։ Բայց Պողոս առաքյալը համարձակություն վերցրեց, ասում է ինձ նմանվեք, ինչպես ես էլ նմանվում եմ Քրիստոսին, ինչպես ես էլ ձգտում եմ նմանվել Քրիստոսին։ Ոչ թե լավ ախպեր ջան, ուր հասել ենք հերիքա, փառքդ շատ լինի Տեր Աստված։ Ճիշտ հարեցի, աչից ձախ, թե ձախից աչ։ Կատակ եմ անում, իհարկե։ Դա չի կարելի, որովհետև լիքը խնդիրներ մենք կունենանք։ Եվ ասում է, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, այր դարձա։ Երեխայական բաները թողեցի։ Կասես, հա, Հովիվ ջան, ես էլ երբ որ հասունանամ, կթողեմ այս ամեն ինչը։ Ես քեզ կապացուցեմ, որ դա ինստինկտյան չի գալիս, որ մենք նստենք ու սպասենք երբ ենք հասունանալու։ Մենք որոշելու ենք գնանք դեպի հասունություն։ Մենք որովհետև եկեղեցում դրված պարգևներն ու շնորհները իմ ու քո հասունության համար են։ Ու եթե մենք չընդունենք այդ ծառայությունը, չեմ ուզում առաջ ընկնել, մենք չենք հասունանա։ Ժողովողի մեջ 10-րդ գլխի 16-17 խոսքերը ուզում եմ հնչեցնեմ, գրած է վայ քեզ երկիր, որ իշխանդ մանուկ է։ Պատկերացնում եք, հիմա ինչ ափսոսանքով էր գրում հեղինակը, որովհետև գիտեր ինչ էր գրում։ Վայ քեզ երկիր, որ իշխանդ մանուկ է, որ ինքը միայն չի ուտում ու ժողանալու համար, այլ մանուկ է,
Մենք գիտենք մի օրինակ, երբ որ Սողոմոնի որդին, երբ որ նա Սողոմոնից հետո արդեն թագաժառանգ եղավ, երբ որ եկել էր մի լուրջ իրավիճակ, կային երիտասարդներ իր կողքը, կային ծերեր եւ նա այնպիսի ճակատագրական որոշում կայացրեց, չլսելով ծերերին, այլ լսելով երիտասարդներին, ջահելներին մեր բառերով ասած, որոնք որ այո ջահել էին, բայց ծերերն էին դրված իր խորհրդատուներ, ծերերն էին իր հոր հետ մեծացել ու իր հորը խրատներ տվել, որ կային մարգարեներ այն ժամանակ եւ կային ծերեր, բայց նա գնաց եւ ասում է երիտասարդներին լսեց, որը որ իհարկե ես գիտեմ որ դա մարգարեություն էր, բայց հասկանում եք, նա ընտրեց սխալ խորհուրդը, նա սկսեց ջահելների ասածը, ուզում էր ժամանակից շուտ հասունանար, բայց տեսակ, որ չստացվեց։ Հասունանում էր, երբ որ իր կողքին ճիշտ մարդկանցով ինքը լսեր խորհուրդներ ու առաջ գնար։ Հիմա Պողոս ասում է, ես թողում եմ դա։ Ես հրաժարվում եմ մանկությունից։ Ես հասկանում եմ, որ մանկությունը իր ժամանակի մեջ է լավ, ու ես պետքա ձգտեմ, ես պետքա շարժվեմ, ես պետքա գործեմ, ես պետքա վերցնեմ այդ պատասխանատվությունը իմ վրա։ Եկեք մի քանի դրսևորումներ կարդամ։ Օրինակ, մանկությանը բնորոշ։ Էլ շատ օրինակներ չեմ բերում, ուղղակի ասեմ, որ այնտեղ գրած է վեճեր, կռիվներ, նախանձեր, պատերազմներ։ Չէ՞։ Ու սենց հարցերը, երբ որ քո մեջ բարձրանում են, դու իրանց պետքա խեղտես, դու իրանց պետքա վռնդես քո կյանքից, դու պետքա հրաժարվես։ Օրինակ, կարելի է կարդամ։ Մանուկներին բնորոշ դրսևորումներ։ Մեր կյանքից, մեր եկեղեցական կյանքից։ Օրինակ, մանուկա, մարդը մանուկա, երբ որ ասում է ես միշտ Աստծուց խոսք ունեմ։ Աստված ինձ միշտ խոսում է, ամեն օր։ Ինչի Հովիվ ջան, դեմ ես։ Ես դեմ չեմ, բայց դա մանկություն է, ոչ թե Աստված ամեն օր չի կարող խոսա, բայց Աստված հնարավոր չի, որ ամեն օր քեզ խոսա, ու երբ որ դու քո խոսացածը, ինչ որ քեզ խոսացել է, դու դեռ չես արել, ու ինքը քեզ խոսում է, գիտես մարդիկ կան երբեմն, որ Աստված իրանց այսօր էս մի բանն է ասում, վաղը ուրիշ բան է ասում, այն անեկդոտը գիտեք, չէ՞, որ ասում Աստված ասում է կներեք, սխալվել եմ։ Սա մանկություն է։ Մանկությունը, երբ որ մարդը միշտ ինչ որ մեկի համար Աստծուց խոսք ունի։ Ինքը քնում, հելնում Աստված խոսք է տալի։ Ով մոտենա ինքը խոսք ունի։ Դա մանկություն է։ Կարաս չհամաձայնվես իմ հետ։ Ամեն մեկի համար միշտ ինքը խոսք ունի։ Գիտես շատ լավ է կարծես թե։ Բայց ես ավելի շատ կգնահատեմ, երբ որ առաջինը ես իմ համար խոսք ունեմ։ Երբ որ դու գաս ասես Հովիվ ջան, ես խոսք ունեմ։ Երազիս քեզ տեսա, ես ինչ մեղքի մեջ ես։ Ու քեզ թվում է Աստված քեզ է ցույց տալու։ Հա? Աստված քեզ է ցույց տալու։ Քեզ համար է ցույց տալու։ Եթե անգամ ինձ էլ բան ունենա ասելու, քեզ հլպտի պատրաստի, հա, որ ոչ թե դանակով գաս ինձ խրատելու, այլ յուղով գաս, երկյուղով գաս, բայց ես հավատում եմ, որ առաջինը քեզ կխոսա Աստված, առաջինը ինձ կխոսա Աստված, երբ որ ես քեզ մի բան ասեմ, սիրով ասեմ, հա, մանկությունը, երբ որ մարդը օրինակի համար, ընդունում եք, որ տենց է, ես չեմ ընդունում մարդիկ, որ ամեն օր ինչ որ մեկին բան ունեն ասելու, մանկությունը, իրականում մանկությունը, մանկությունը, երբ որ գալի նստում են ու մտածում են, Տեր ասա այսօր ում ինչ ունեմ ասելու, առավել ևս ում ինչ ունեմ հանդիմանելու, մանկություն է դա, ոչինչ, աճելու ենք, սենց չենք մնահոր, մանկությունը, երբ որ օրինակ, ուզում ես մեկի հետ մի զրույց ունենաս, մեկին մի բան ասես, օրինակ, բան ասես ոնց ես, ոնց չես,
Կարելի է քո համար ասենք թե աղոթելու հարցը։ Ես համարում եմ մանկություն, երբ որ ինքը ման է գալիս, ինչքան բարդ բառեր արտասանի կրոնական, աստվածաշնչյան, այդքան ավելի հասուն կերևա ինքը, տպավորիչ կլինի։ Օրինակ, այսպես է ասում ամենակարող բարձրյալ Տերը, երկնքի երկրի արարիչը, ում ոտքերի տակ մառախուղներ կան, ով քերոպեի վրայից վեր կեցավ թռավ, ով որ ցերեկը չէ, ցորեկն ու գիշերը խառնում է իրար, ով որ էլի լիքը տես բառեր կա, էլի մի խոսքով թող Տիրոջ օրհնությունը լինի քեզ վրա։ Ուղղակի կարելի է ասել Հիսուսի անունով ես օրհնում եմ քեզ։ Կարելի է թե չէ։ Հասկանում ես, երբ որ նման բան է լինում, ասես, բայց ինչ կարող է իր բառապաշարը հարուստ է։ Ես ընդունում եմ, որ կարելի է հարուստ բառապաշար ունենալ, բայց կարելի է ուղղակի նմանատիպ դրսևորում ունենալ, որպեսզի հասուն երևալ կամ հոգևոր երևալ, պետք չի։ Ես չեմ ասում լսողը կհասկանա, թե չի հասկանա։ Աստված հոգ հասկանա, հիմա ուզում ենք, որ մենք հասկանանք, որ թողենք մանկությունը։ Կասես, բայց ես մղում եմ զգում ամեն օր ինչ-որ մեկին մի հատ ուղերձ ուղարկեմ։ Այսօր զգա ամեն օր Աստծուց քեզ ուղարկված ուղերձ։ Հա? Երբ որ ամեն մեկը մանա գալի ինչ-որ մեկի համար աղոթի, պարտադիր աղոթեմ։ Ինչու՞։ Քննենք եկեք մեր սրտերը։ Չեմ ասում աղոթքը սխալ է, շատ լավ է ու կարևոր է, բայց քննեմ իմ սիրտը ինչի համար եմ ուզում աղոթեմ։ Մանկությունը, երբ որ մարդը միշտ խնդրում է, որ իր համար աղոթեն, միշտ, ու ինքը չի վերցնում պատասխանատվություն, ինքը աղոթի։ Մանուկների համար այո, պետք է աղոթել։ Ու քանի դու դեռ չես վերցրել պատասխանատվություն, որ դու ինքդ քո համար աղոթես, դու ինքդ քո հարցերը լուծես, դու ինքդ հաղթանակներ տանես, դու մանուկ ես։ Բայց Աստված ուզում է, որ վերցնես, չեմ ասում հիմա ինչ էլ ոչ մեկի չխնդրեմ իմ համար աղոթի, խնդրի, բայց դու վերցրա։ Վերցրա այն իշխանությունը, որ Քրիստոսը տվել է քեզ։ Ամեն։ Ու հերիք չի քո համար։ Էս ինչու է այսօր էս բանը ինձ սենց ահավոր նեղում։ Այլ ինչ-որ մի ուրիշի համար էլ դու կանգնիր, որպես օգնություն ու բարեխոսություն։ Լավ։ Հետո, երբ քեֆի ուրախության ժամանակ, քրիստոնյաները քեֆ ուրախության մասնակցում են, չէ՞։ Ուրախանում ենք, չէ՞ նաև։ Ծնունդ, հարսանիք եւ այլն։ Լավ օրեր, լավ առիթներ։ Երբ որ քեֆի ուրախության ժամանակ մեկը հանկարծ հայտնություն է ստանում, որ այդ օրը ինքը ծոմ է։ Սա մանկություն չի։ Կասեք ինչ հնարավոր չի։ Հնարավոր է։ Եթե հնարավոր է, բա ինչի ես եկել։ Հնարավոր է, ուրեմն տանը մնա, թանկագինս։ Չէ, հնարավոր է։ Տանը մնա։ Ոչ թե արի այդ ուրախության տեղը ու ցույց տուր, որ դու այնքան խոնար ու հնազանդ ես ու ես ծոմ եմ, բայց ես մանկություն եմ համարում։ Չգիտեմ, կարող է վերջում քարոջ շպրտեք ձեր մտքի մեջին վրա, բայց իրականում, եթե ծոմը Աստված քեզ դրել, զգացել ես քո սրտի մեջ, ծոմ եղիր, բայց այդտեղ ինչ գործ ունես, չէ որ Աստծո հետ պետք է առանձնանաս, բայց եթե եկել ես, ուրեմն, լսի, մանկությունը դենքցի, կեր, մի խմի ասեմ, կասեն, հա, բա տեսեք խմում եք, կեր, քեֆ արա, չէ, կեր խմի, քեֆ արա, իհարկե մենք գիտենք ինչ ենք խմում, էլ ինչ ասեմ, իբր հոգևոր հնազանդ մարդ է ինքը, Տերը ասելա, Տերս ասելա, չեմ կարող անցնեմ իր խոսքից։ Երբ մեկը իր մասին պատմում է, ես խոսում եմ մանկությունից հələ որ։ Հա, մի քիչ ունենք ժամանակ։ Երբ որ մեկը իր մասին պատմելուց ներկայացնում է, կարելի ասել զոհի կարգավիճակ մի քիչ, թե ինչքան, ինչի գնով, ինչ տառապանքներով ու չարչարանքներով, բայց անցնում է։
վերջում էլ ասում է Տիրոջովս։ Չէ, գիտեք, այո, մենք դժվարություններ, նեղություններ էլ ունենում ենք ու պետք է անցնենք։ Բայց տպավորություն թողելու մարդկանց վրա, թե հələ տեսեք, բոլորդ մի կողմ, բայց իմ ուղին ուրիշ է։ Բոլորիս ուղին էլ նույնն է, դեպի Քրիստոսը։ Քարքարոտ է, դժվար է, նեղ է, չէ՞։ Խնդիրներով է, բայց Տեր ունենք, որ հաղթում գնում ենք։ Ու մեր Հակոբոս եղբայրը, Պետրոս եղբայրը ասում է, լսեք, մարդկային կարողությունից վեր ոչ մեկիդ ոչ մի բան չի եղել։ Մի առանձնացրա, որ քո ուղին ուրիշ է, մյուսներին, հա? Ուղղակի չես լսել ուրիշների պատմությունը։ Ուղղակի տեսել ես ժպիտը, բայց իմացի, որ բոլորն էլ անցնում են այդ ճանապարհը։ Մի առանձնացրա, իմը չէ, իմը յուրահատուկ է։ Ուղղակի դու մանուկ ես։ Որտեվ ուզում ես երևալ, մանուկներին բնորոշ է երևալու։ Մեր փոքրիկ աղջիկները ինչ են հագնում։ Մամայի, չէ՞։ Ու փորձում են մամայի պես քսվել, ուր պատայի քսում են։ Մանուկը ու դու ծիծաղում ես, Աստված էլ է ծիծաղում։ Լսեք, եկեք մենք էլ մեր վրա ծիծաղենք։ Չեմ ասում, sense վախենան։ Ծիծաղենք, բայց որոշենք հրաժարվենք դրանից։ Հա? Դա շատ հոգևոր երևալ պետք չի, հոգևոր պետք է ապրել։ Ամեն։ Փառք Հիսուսին, ուրիշ բան։ Օրինակ, ես միշտ Աստծո ձայնն եմ լսում, բայց գրած չի, իմ գառները լսում են ինձ ձայնը, օտարի հետևից չեն գնում։ Իսկ մարդ կա, որ սատանայի ձայնն էլ է լսում։ Չկա, չէ՞, դες բան չկա։ Ես միշտ Աստծուց եմ երազներ տենում։ Չկա, չէ՞ որ մարմնից, սատանայից է երազներ։ Չէ, դες բան չկա։ Բայց Աստվածաշունչը ասում է, երազները լինում են եւ Աստծուց, եւ սատանայից, եւ մեր առօրյա զբաղմունքներից։ Մենակ ես եմ, չէ՞ տեսե ուրիշ երազներ, դուք ոչ մեկը չեք տեսել։ Մենակ Աստծուց է։ Կամ երբեք սատանան հեչ մեկից չի խոսացել, չէ՞ երբեք։ Մենակ Հիսուսն է խոսում։ Ես հո իր ձայնը, այդ որ ասում է ես օտարի հետևից, այսինքն ես նրան չեմ հնազանդվում, ոչ թե չեմ լսում, լսում եմ, բայց չեմ հնազանդվում, բանի տեղ չեմ դնում, թանկագիններս, սա մանկություն է, չէ, ինձ մենակ Հիսուսն է խոսում, Սուրբ Հոգիս, Սուրբ Հոգիս, սատանան էլ է խոսում, ուղղակի մենք դեն ենք շպրտում, սա մանկության դրսևորումը, հեսա հասունությանն էլ ենք հասնելու։ Երբ որ մարդը ամեն բան գիտի ու ամեն հարցի պատասխան գիտի, ես իրան չեմ ասում ամենագետ, ես իրան ուզում եմ ասեմ ինքը մանուկ է, որտեվ ինչ ասես ինքը ամեն ինչ գիտի, չգիտի ուզում է տակից դուրս գա, ուզում ամեն ինչ իմանա կամ իմացող ձևանա, Այնպես բաներ կա, որ մենք չգիտենք, եկեք չհորինենք, ուղղակի ասենք չգիտեմ։ Եթե չգիտեմ, կփորձեմ, մտածեմ, աղոթեմ, հասկանամ։ Բայց չհորինենք, դա մանկությունն է, թանկագիններս։ Երբ որ երեխեքը գովում են, իմ պապան ավելի լավն է, ասում է իմ պապան ինձ էս առել, ասում է ինձ էս առել, ես էս գիտեմ, ասում է իսկ գիտես, ես հաշվել գիտեմ, ես բազմապատկել գիտեմ, ու մենք փոքր երեխուն ասում են, գիտես իմ երեխեն, համ անգլերեն գիտի, համ ռուսերեն գիտի, համ չգիտեմ արաբերեն գիտի, եւ այլն գիտի, եւ վրացերեն գիտի։ Մենք էլ ենք երեխա դառնում, գիտես խի, մեծերս իրար հետ մրցակցում ենք, թե ում երեխեն է լավ։ Բայց գիտեք երեք մեր խմբակում, այն ինչ զորություն կար։ Ով չկա իր անունը տամ։ Մանյակուրս հենց աղոթեց։ Օդը կանգնած էր։ Մարդկանց սրտերի դմդմփոցը լսվում էր։ Ձեր մոտ ով է երեք եղել։ Վասիլ եղբայրը հերույ է, էլի չի լսի։ Եկեք մեր խմբակ։ Մյուսին մեր խմբակ եկեք։ Բանենց բաներ մարգարեացավ։ Անենց բաներ։ Միթե մանկություն չի։ Այն ասում է, չէ, մեր խմբակն է լավ, չէ, մեր խմբակն է լավ։
Մեր խմբակում մենք արդեն ստեղ ենք ասել, դուք ուր եք ասել, նման կերպ եկեղեցիներ կան, բայց ձեր եկեղեցում ինչքան անդամ կա։ Ու դու մտածում ես հավատքով, մի հատ լավ եղբայր ունենք, ասում է քույրերի որովայնում եղած երեխեքն էլ հետն ենք հաշվում, ու զույգ ենք հաշվում միանգամից, որ մի թիվ ասենք, որ իր ասած թվից ավել լինի։ Մանկություն չի, մեծական մանկությունը։ Ինչքան որ կա, թե չկա, կապ չունի, մենք ձգտում ենք, որ բոլորը փրկվեն, մենք ձգտում ենք, որ ազատ տեղեր չեն, մենք աղոթում ենք, բայց ձեր կամերան 4 կա նկարում, մերը նկարում, բայց ձեր երաժիշտները բոլորը կոնսերվատորիա ավարտած են, մագիստրատուրանը հետն են ավարտել, հա, լավ, հաջորդը, միշտ պատասխան ունեն, գիտես մանկությունն է, երբ որ մարդը իր բաժին պատասխանատվությունը գցում է ուրիշի վրա, կամ փորձում է իր անհաջողության համար մեղադրել ուրիշին, սա մանկություն է, համաձայն եք, հերիքա չէ մանկությանը, եկեք գնանք հասունությանը, ինչա հետո կասեմ, ինչպես հասունանանք, ժամանակ ունենք, որ մի հատ երաժշտություն լինի, հասունության մասին ավելի լավ կխոսանք։ Հասունությունը ինչ է, թանկագիններս, այն ինչ որ խոսեցինք դրա, կարելի ասել դրականը կամ ավելի լավը, օրինակ, համբերատար լինելը հասունությունը, չէ՞, իսկ փոքրերին բնորոշ չի համբերել, չեմ համբերում շուտ արա տուր նվերս, չեմ համբերում էս ինչ արա, ու մենք շատ ժամանակ ինչ-որ բան տալիս ենք, որպեսզի շարունակենք հաջորդ փուլը, կերակրելու, հագցնելու, համոզելով, խոստանալով, ցույց տալով, իսկ հասունները կամ ովքեր որ աճում են, նրանք համբերատար են, իրանց կառավարել գիտեն, ի տարբերություն մանուկների, իրանք կառավարելի չեն կամ իրանք իրանց չեն կարող սանձեն, զսպվածություն ունեն հասունները սիրում են, դրա համար էլ ներում են, ու եթե մանուկին դու փորձում ես ասես ների, ու իրա մեջ հլը դեռ բորբոքվում է, ինչի, բայց չէ իմ հանդեպ այսպես պետքա վարվեին, ուրեմն դեռ շուտ է իրա մասին ներումից խոսալ, դու պետքա խոսաս իրան, թե ինչպես Հիսուսը իրան ներեց, ինչպես ինքը ճաշակեց Հիսուսի ներումը, հիշացնես, ամրացնես դրա մեջ, որ կամաց իրա սիրտն էլ ձևավորվի Հիսուսի սրտի պես, հետո կհասունանա ինքստինքյան կների, եթե գիտես, ու մենք պահանջում ենք բաներ երեխեքից, որ իրանք չեն կարող, դրա համար չհասկանալով մենք վիճաբանության մեջ ենք մտնում, ավելի բեռ ենք դնում իրանց վրա, որի տակ նրանք կդատապարտվեն ու չեն կարա դուրս գան։ Հասուններին ինչ է բնորոշ, գոհություն, ոչ թե տրտունջ, հասունները վստահում են Աստծուն, հասունները միաբանության մեջ են, ոչ թե մենք տարբեր ենք, հասունները խոսում են ինչ ունեն ընդհանուր, ոչ թե ինչքան են իրարից տարբեր, մենք բոլորս ենք իրարից տարբեր, բայց այնքան բան ունենք իրար միաբանող, եկեք դրանից խոսենք, հասունները ընդունում են իրանց սխալները և իրենք են վերցնում պատասխանատվություն դրա համար, ամեն, ու ապաշխարել գիտեն, եթե դու ուզում ես մեկին փորձես, ստիպելով բերես ապաշխարության, 5 անգամ համոզելով, որ ինքը ասի կներես, ինքն էլ ասում առ կներես, միթե ապաշխարությունը կներես բառովը, ապաշխարությունը գիտակցելով, հրաժարվելով է, ամեն, դրա որ մի ստիպիր մանուկին կներեսը, ասա, որ դու ես իրան ներում, ասա, որ դու իրա դեմ ոչ մի բան չունես, ասա, որ ոչ մի խնդիր չկա, դու իրան սիրում ես, ինքը կսկսի հասունանալ, ոչ թե ես էի ճիշտ, են մեկն ասում, չէ ես էի ճիշտ, ու հետո այդ ճիշտը ուզում է
կներեք այս բառը ասեմ, պլստա մի տեղից դուրս գա, ապացուցելով, որ ինքը ճիշտ է, դա մեզ վայել չէ։ Ով է հասունը, որ ամուր կանգնած է ճշմարտության մեջ և ուրիշներին է ամրացնում։ Ամեն։ Ով ինքը իրենը չի փնտրում միայն, ով իրան չի առանձնացնում, ցույց տալով, թե ով է ինքը, ինչքան է ինքը, այլ ինքը գիտակցում է ամեն մեկի կարևորությունը, որ կա իր կողքին, ու հասկանում է, որ ինքը նրանց պետք է ծառայի։ Ասում է, որ ձեր մեջ հասուն է Հիսուսը, թող ինչ լինի, թող ծառայի, թող խոնարհվի։ Ինչ է բնորոշ հասուններին։ Հասունները չեն խոսում իրանց մասին, հասունների մասին խոսում է իրանց գործերը, պտուղները։ Ամեն։ Ու մենք ուզում ենք նման կերպ լինենք, մենք ուզում ենք այս օրինակների պես լինենք։ Հիմա գրել եմ մանկություն, հասունություն, մինչև կգամ ինչպես հասունանանք։ Մանուկները հպարտ են, հասունները խոնար։ Մանուկները գլուխ գովան են։ Լսել ես գլուխ գովան քրիստոնյայի։ Ես ես արի, չէ, լավ է որ արել ես։ Բայց եսը չի, Տերն է։ Կա կեղծ խոնարհություն, որը որ էլի հպարտություն է։ Ես ոչինչ եմ։ Մենք ոչինչ չենք, մենք այնքան թանկ ենք, որ Հիսուսը շատ թանկ գնահատեց։ Բայց միևնույնն է, մենք այդ արժեքի մեջ գիտենք ով է Հիսուսը մեր կյանքում։ Մանուկները գլուխ են գովում, հասունները Աստծուն են գովում, մանուկները ինքնավստահ են։ Այսինքն ես կարող եմ, ես գիտեմ, բայց հասունները միշտ վստահում են Աստծուն։ Մանուկները ասեցի անհամբեր են, հասունները համբերատար, մանուկները մարմնի գործերն են գործում, հասունները հոգու պտուղն է դրսևորվում հասունների մեջ։ Մանուկները ունեն անսանձ վարք, բայց հասունները չափավորության ու զսպվածության մեջ են։ Մանուկները հակառակ են, հասունները հնազանդ։ Մանուկները ծույլ են, ծուլություն են դրսևորում։ Ինչի, որտեղ նրանք պատասխանատվություն չեն կրում։ Հասունները աշխատասեր։ Շատ կարելի է, չէ՞ խոսալ։ Լավ, մի բան էլ ասեմ ու վերջացնեմ։ Մանուկներին կարիք չկա խորանալ Աստծո խոսքի մեջ, չեն ուզում խորանալ։ Բայց հասունները գիտակցելով ավելի են խորանում։ Ու եթե դու այսօր չես խորանում, ձգտում չկա քո մեջ խորանալու, մանկության սիմպտոմներ են։ Իսկ եթե դու քեզ հետաքրքիր ամեն ժամանակ փորձելու, Աստծուն ճանաչելու, դու գնում ես ճիշտ ուղով, հասունության մեջ։ Ամեն։ Խնդրում եմ, թող մեր փառաբանության թիմը բարձրանա, ես ուզում եմ մի քանի տեղեր հիշացնեմ, կամ ուղղակի գամ ավարտին ու ասեմ, բլավ, բա ինչպես հասունանանք։ Եփեսացիների 4-րդ գլխում ասվում էր. եկեք հետևենք այն մարդկանց, ովքեր որ դրված են մեզ առաջնորդելու, ովքեր որ դրված են պարգևներով մեզ հասունացնելու, ոչ թե խուսափենք նրանցից։ Այսօր մարդիկ կան, ես չգիտեմ, բայց հասկանում ես, որ խնդիր ունեն։ Դու ո՞նց եք վստահում ես Հովին, ո՞նց եք վստահում ես Ավագին, ինքն էլ է մարդ, մերպես մարդ է։ Հա, մերպես մարդ է, բոլորս իրարպես մարդ ենք։ Բայց ի տարբերություն բոլորից, առաջնորդների վրա ինչ կա? Օծություն, որ բոլորի վրա չկա այդ օծությունը։ Ամեն։ Ու դրա համար թանկագիններ, եկեք չխաբնվենք սատանայի ստերին, եկեք հավատանք Աստծո խոսքին, որ այն օծությունը դրված է ինձ ու քեզ հասունացնելու համար։ Ունենք Աստծո խոսքը,
որը որ կերակուր է մեր համար։ Ամեն։ Եվ մեր կյանքի ամեն ժամանակահատվածի կամ տարիքային խմբի համար հարմար կերակուր կա այստեղ, որով որ մենք ուտելով աճում ենք ու գնում ենք հասունության։ Մեր անձնական աղոթքի, այսինքն Աստծո հետ փոխհարաբերության կյանքը դա ճանապարհ է հասունության։ Ոչ թե աղոթքի ժամն է, 5 րոպե աղոթեմ գամ, չէ, փոխհարաբերություն Աստծո հետ, կենթանի շփում։ Առաջ եկեք մտովի գնանք երկրորդ գլուխը առաջի թղթի Հովհաննես առաքյալի։ Խոսում է մանուկների մասին, երիտասարդների մասին, հետո հայրերի մասին։ Ու հայրերի դեպքում գիտեք ինչ ասում։ Ասում է դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից էր։ Դուք ունեք ճանաչողություն, ոչ թե գիտություն, ոչ թե լսողություն, ոչ թե ուղակի ապաշխարեցիք ուղակի հանդիպումից, այլ դուք ճանաչում եք, դուք գիտեք ով Աստված։ Ու դա է պատճառը, որ դուք այսօր հայրեր եք, որովհետև նա էլ մեր հայրն է, որ երկնքում է։ Ես չեմ մտածում, որ Աստվածաշնչում բառերը շախտված է, երբ ինչպես պատահի։ Ասում որովհետև ճանաչեցիք նրան ու հիմա վարվում եք նրա պես։ Հիմա դուք ցույց եք տալիս նրան։ Սա է հասունության ճանապարհը, թանկագիններս։ Լինելով եկեղեցու մեջ, լինելով եկեղեցու մարմնի անդամ։ Եփեսացիների իմ բերած օրինակը 4-րդ գլխի, եթե շարունակությունը մի քիչ իջնեի, գրված է եւ ամեն մեկս գլխից սնվելով ըստ հոդվածների, կապերի, օրգանների, անդամների մեկս մյուսից մատակարարելով մարմինը աճում է։ Բայց այնտեղ մի հատ լավ բառ կա. սիրո մեջ։ Սիրո մեջ։ Իսկ ինչ է նշանակում լինել եկեղեցու մեջ։ Ոչ թե եկեղեցուց ինչ որ բան պահանջել, այլ տալ։ Ինչ ունես դու այսօր։ Դու պետքա տաս քո կողքինին, քո հետևին նստածին, քո առաջին նստածին։ Դու Տիրոջ հետ փոխհարաբերվելով, սիրով լցվելով, դու այդ սերը պետքա փոխանցես։ Եթե մարդիկ գալիս են եկեղեցի կամ գնում են եկեղեցի ու ասում են, գիտես, այնտեղ սեր չկա, դա սուտ է։ Գրված չի գնա սեր պահանջելու, ասում է գնա սեր տալու, գնա ներգործելու, քո հերթին էլ կստանաս։ Ամեն, շատ կարևոր է, դա հաղորդակցությունն է սուրբերի հետ, որը որ մեզ աճացնում է։ Ինչքան տարօրինակ կլիներ նորածիր մանուկին բերեին ու թողեին ինչ-որ անուշադրության կենտրոնում, ինչ-որ միտեղ։ Մենք ընտանիք ենք բերում, սա Տիրոջ ընտանիքն է, որտեղ որ կա ընտանեկան մթնոլորտ։ Եկեղեցի հաճախելը շատ կարևոր է։ Եկեղեցում լինելը, այսենց միաբանության մասին է խոսքը։ Հաջորդը լինել աշակերտ։ Հիմա ես այս տեղերը չեմ կարդում ուղղակի ժամանակը խնայելով, բայց ասում եմ, երբ որ մենք լինում ենք աշակերտ, ինչա բնորոշ աշակերտին՝ լսել, սովորել եւ կիրառել։ Լսել, սովորել, նոր հետո կիրառել։ Մի բառով կարամ ասեմ հետևել Հիսուսին։ Ամեն։ Հնազանդվել հոգևոր իշխանություններին, անպայման, առանց դրա չկա հոգևոր աճ։ Թեսաղոնիկեցիների մեջ ասում է ճանաչեք ձեր մեջ վերակացուներին, ձեր մեջ աշխատողներին, ձեզ խրատողներին, անգիր գիտեմ, խրատողներին։ Գիտես, առաջնորդելը լավ բան է, բայց խրատելը չէ։ Երբ որ խրատում են դուր, բայց խրատն է մեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնում։ Եբրայեցիների մեջ ասում է հայրը ում որ սիրում է, այնտեղ ծեծում է գնաց։ Չէ, այդ չեղավ, այդ սեր չի, սերը։ Ամեն։ Ինչպես ենք մենք հասունանում, անցնելով դժվարություններով, նաև։ Ոչ թե խուսափելով դժվարություններից, թանկագիններս, ոչ թե մեր դժվարությունները ուրիշի վրա գցելով, անցնելով դժվարություններով մենք հասունանում ենք ու փորձառություն ենք ձեռք բերում։ Ոսկին թրծվելով ազնիվ է դառնում
ու շատ առաքյալներ են խոսում նեղությունների, չարչարանքների մասին, որտեղ որ մենք փորձառություն ենք ձեռք բերում։ Իսկ Տիմոթեոսին ուղված նամակի մեջ Պողոսն ասում է անփորձներին մի դիր պատասխանատվության մեջ, կհպարտանան ու վնաս կքաշեն ու վնաս կտան։ Իսկ մենք պետք է ունենանք փորձառություն դժվարությունով անցնելու։ Ինչպես կարող ենք հասունանալ լավ հաջորդ տեղը, մերժելով մանկությունը։ Դեն շպրտենք, հա, այն մանկական խաղալիքները։ Եթե փոքր երեխան մի սիրած խաղալիք ուներ, ասենք իր բնավորությունն էր, ու միշտ ծիծաղում ուրախանում էինք իր վրա, ու լուրջ չէինք ընդունում, բայց երբ որ ինքը մեծանում է, էլի այդ խաղալիքի հետ է քնում, այդ խաղալիքը իր բարձի վրա է, ճիշտ չի, չէ, ճիշտ չի, պետք է հրաժարվի ինքը դրանից, եկեք հրաժարվենք, հասկանալով, որ Տեր, ես այսօր որոշում եմ կայացնում, մենք աղոթելու ենք վերջում, այն ամենը, ինչ որ ես այսօր տեսա իմ մեջ, որը որ մանկության բնորոշ է, ես ուզում եմ թողեմ, ես ուզում եմ այսպես վարվեմ, եթե ես դյուրագրգիռ եմ, եթե շուտ նեղացկոտ եմ, վիրավորվող եմ, բոլորին մեղադրող եմ, ես այսօր ուզում եմ բոլորի համար աղոթեմ, բոլորին օրհնեմ, բոլորի համար ուրախանամ, բոլորի մեջ տեսնեմ քեզ։ Շատ կուզեի, բայց պետք է լինի, չէ՞ որ տեսնենք։ Ժպտում եմ ուղղակի։ Դու ես ժպտա։ Ամեն։ Մենք պետք է մեր միտքը նորոգենք եւ մեր մտքի նորոգությունով մեր կյանքը կնորոգվի։ Աստծո խոսքով նորոգենք։ Եկեք ոտքի կանգնենք, բայց մի տեղ հրաշալի պետք է կարդամ։ Առաջի Կորինթացիների 13-րդ գլուխը։ Որ գլուխն է դա։ Հələ համարցակ բարձր ասեք։ Բնորոշ է հասուններին, հա։ Մեկը ես ամենաուժեղ տղեն եմ ես եկեղեցու։ Ոչ։ Աստծո համար ասում դու մանուկ ես։ Պարգևները իմ տվածն են։ Քո վաստակը չի։ Քո մեջ ձևավորվածը չի, դա իմ տվածն է։ Դու խոսա ինչ կա քո մեջ։ Դու խոսա ինչ սրտով։ Ինչ կերպով ես անում այդ ամենը կամ կաս։ Եթե հրաշքները շատ լավ են, զորությունները շատ լավ են, բայց դա չափանիշ չի հասունության թանկագիններս։ Ամեն։ Ինչն է չափանիշը, ասում է, եթե երրորդը իմ ամեն ապրանքները աղքատներին ուտացնեմ, մարմինս մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, բա ինչի է իրանում։ Որ ես Երևան, որ ասեն ես եղբայրը բերեց, ես քույրս արեց, որ ինձ գովեն, Աստծո խոսքն ասում է թող ուրիշները քեզ գովեն, դու մի գովա, թող Աստծուն, հո հեչ մեկը չիմանա ես ինչ եմ արել, թե չէ, որովհետև դու չես արել, որ իմանան, դու արել ես, որ կարիքը կար, որտև սերը քեզ դրթեց, ու գալիս ենք սիրուն, ինչու սեր, սերը երկայնամիտ է, կարող ենք ասել, հասուն է երկայնամիտ է, հասուն մարդը քաղցրություն է արտադրում, ով է քաղցրակեր, այն որ գիտեք վնասա դրա համար, հա, բայց ում է հաճելի քաղցրը, ասում Աստծո խոսքը մեղրի պես քաղցր է իմ քիմքին, չի գոռոզանում, չի հպարտանում, առավել ևս չի լրփանում, չգիտեմ ես ինչ թարգմանություն էր, բայց հասցրել է ինձ տեղ գրել էր, իրենը չի որոնում, անիրավության վրա չի ուրախանում, այլ տխրում է, բայց չէ, թող Աստծուց գտնեն, իմ քանի հարգանի անեցք էր, Աստծու մոտ գիտեք ինչ կա, ներում, շնորհք, ողորմություն, բայց ինքը ուզում էր
Աստծուց պատիժ գտնեն։ Աստված էլ մեր խելքին է, հա։ Չարը չի մտածում, հա, էսի ասել էի։ Բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բանի դիմանում է, համբերատար է, կայուն է։ Սերը երբեք ամեն բանին հավատում է, հավատքով է լցված, հույսով է լցված, համբերությամբ է լցված։ Սերը երբեք չի վերջանում։ Գրած է հրաշքներ կլինեն, չեն լինի, բայց սա մնայուն արժեքներ է։ Հիմա ով է ուզում հասունանա ավելի։ Ով է ուզում մանկությունը շպրտենք են կողմ։ Իրականում ես որ սենց որ հիմա խոսում եմ, չէ, կամ երբ որ պատրաստում էի, իհարկե, ես ինձ եմ հիշում, բաներ կա ամաչում էի, բաներ կա ապաշխարում էի, բաներ կա որոշել էի, մարդկանց եմ հիշում, ուզում եմ ասել, որ իրանց ստեղ շատ քիչ կտենաս, իրոք, շատ քիչ, կարող է ոմանք անգամ չեն է ճանաչում, որ կուզենան, երբ որ ապաշխարության կոչ լինի մի քիչ հետո հրելով բերեն առաջ, բայց ինքը չգիտեն, որ ինքը վաղուց է արդեն։ Ու գիտեք ինչով եմ հիանում։ Ես ապաշխարում եմ, որ ես օրինակ իր համար այլ կերպ կմտածեի, որ ինքը այսպես կվարվեր, նորմալ էր, ու ես էլ կհասկանամ, որտեվ ինքը այսպես եթե վարվի, բայց ինքը վերցնում ու վարվում է հասուն քրիստոնյայի պես, ում որ միշտ չես տեսնի, ու ես զարմացել եմ, մի կողմից ամաչել եմ, մի կողմից ուրախացել եմ, Տեր, ուզում եմ իրականում ասեմ, կան նման մարդիկ, Տեր մենք շնորհակալ ենք քեզ, որ դու մեզ ամեն մեկից ճանաչում ես, Տեր, ու շնորհակալ ենք Տեր, որ քո հոգով դու այսօր բնակվում ես մեր մեջ, որպեսզի մեզ աճեցնես, Տեր, եւ կատարյալ դարձնես։ Այո, մենք գիտակցում ենք, Տեր, եւ դեռ շատ կգիտակցենք մեր սխալները, կապաշխարենք, բայց թող այդ ձգտումը մեր մեջ ավելանա, Տեր, ձգտելու հասունության, ձգտելու մեր Տիրոջ պատկերին, ձգտելու, Տեր իմ Աստված, քեզ նմանվելու, Տեր, ոչ թե բարձրաձայնելու, այլ իրականում, Տեր, խոնարհաբար ապրելու այնպես, ինչպես որ դու ապրեցիր, ինչպես որ դու անցար, ինչպեսի օրինակ որ դու մեզ թողեցիր։ Այո, կան մեր շրջապատում մարդիկ, գիտենք մարդկանց, ովքեր որ Տեր կենդանի օրինակ են, ու մենք էլ նրանցից էլ օրինակ կվերցնենք։ Նրանց էլ կհետևենք, այն մարդկանց, որոնց որ դու դրել ես մեզ առաջնորդելու համար, եւ անկախ դրանից մեր սրտին դուրեկան է, մեր Տեր իմ Աստված, մենք հավանում ենք նրանց թե չէ, բայց մենք այսօր խոնարհվում ենք, որ Տեր, դու մեր սրտի մեջ այդ հասկացողությունը դնես, կարևորությունը դնես։ Մենք օրհնում ենք այսօր մեկս մյուսիս, որ պատճառ ենք, Տեր, իրար օրհնության, դեպի հասունության, մենք օրհնում ենք այս միաբանությունը, Տեր իմ Աստված, որի մեջ դու ես, Տեր, մեզ միաբանողը։ Մենք օրհնում ենք քեզ Հիսուս, որ դու ես եկեղեցու գլուխը եւ խոնարհվում ենք քո առաջ, որ քեզանից ամեն բան գալիս մեր կյանքերի մեջ եւ նպաստում մեր աճին, Տեր, եւ ապաշխարում ենք, Տեր, ամաչելով եւ ներում խնդրելով քեզանից եւ մեր քույրերից ու եղբայրներից, որ վարվել ենք, Տեր, որպես մանուկներ, վիճելով, կռվելով, բաժանվելով, Տեր իմ Աստված, նեղանալով իրարից։ Ու հռչակում ենք այսօր թող քո սերը, Տեր, որ ամեն գիտությունից գերազանց է, լցվի այս վայրի մեջ, լցվի քո եկեղեցու վրա, լցվի քո սուրբերի վրա, քո սերը, Տեր իմ Աստված, որ բնորոշ է քո բնավորությանը, որ դու ինքդ սեր ես, Սուրբ Հոգի քաշիր մեզ ավելի ծածուկ քեզ հետ փոխհարաբերություններ ունենալու, քեզ ճանաչելու եւ քեզ նմանվելու, Տեր իմ Աստված։ Թող քո օրհնությունը լինի այս եկեղեցու վրա եւ բոլոր քո եկեղեցիների վրա, Տեր։
որ հասունանանք եւ կենթանի Քրիստոսի պես ապրելով քո անունը փառաբանենք Տեր իմ Աստված։ Քեզ ենք տալիս ամեն փառքերը Հայր, մեծարանքը ու պատիվը Հիսուսի անունով։ Ամեն։